կա կանոնակարգ, որը որ պետք է չենթարկվի ձեր ճաշակին, ցանկություններին, կարծիքին, դա Ավտոբուսների դեպքում Ալեն ներողություն խնդրելով մարդկանց հետ հանգիստ։ Շուշուտ։ Նիկոլին հասեք, գնացիք նկարեք։ Ճանապարհ։ Մի ժամ առաջ Նիկոլը հայտարարություն է տարածել, որը գործարը շարունակել անհնազանդության գործողությունները։ Սա ձեր հասանելն է, ձեզի յուրաքանչյուրի կանդամության ջահ ինչպես վարեցիք։ Այն ավիրված վիճակում է թողել երկիրը, որ մենք ստիպված ենք որոշ հարցերում ինչ-որ չափով կրկնել։ Ալեն Սիմոնյան ամեսի։ Մի սենյակում իբր մեր զինվորների համար օգնություն էին հավաքում, մյուս սենյակում ընտրակաշառք էին բաժանում։ Ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը։ Կողմ 109 դեմ 20։ Հայաստան աշխարհի պետությունն ուրեմն Հայաստանը լինելու եւ կա աշխարհի չի լինելու փոխվելու Թե պատերազմի օրից սկսած փոխանակ թշնամու ուղղությամբ ձեր կրակոցները լինի Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանության ուղղությամբ է կրակոցները եղել Ազգային ժողովի նախագահ է ընտրվել պարոն Ալեն Սիմոնյանը։ Շնորհակալություն եմ հայտնում բարձր վստահության համար։ Մենք իրավունք չունենք նրանց հիասթափեցնելու։ Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը Բարև ձեզ հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման։ Իմ պարլամենտական գործունեության օրոք հնարավոր բոլոր դժվար իրավիճակները եղել են։ Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում էին պահանջում ազգային ժողովի ղեկավարության, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նախագահի հետ։ Գնանք ներս խոսանք բոլորով գնանք Այնտեղ ժողովուրդ ներս։ Գնացի։ գնում ենք առաջ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք սադրանքներից եւ մի տրվեք են բոլոր ստերին, որը որ ձեզ ասում են հրահրում են։ Ես ներս եմ հրավիրում անվտանգության աշխատակիցներին Խնդրում եմ կարգ ու կանոն հաստատել դահլիճում Տիկին Վարդանյան, դույով կգնաս քո ղեկավարի հետ կխոսաս Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ դույով չխոսաս Ուրեմն դույով չխոսաս Նստի տեղը Ժողովուրդ մի արեք Դրություն դալիճում Ես հասկանում եմ, որ ձեր առաջնահերթությունը ողբն է, որտեղ դուք ողբի վրա կարող եք կառուցել ձեր գոյությունը։ Չկա ողբ, չկա այն վտանգը, որը որ մենք փորձում ենք նվազեցնել, չկաք դուք, չկաք, ոնց որ հիմա դահլիճում չկաք եւ քաղաքական դաշտում չկաք։ Նենսի Փելոսին Երևան ժամանեց ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունները, ԱՄՆ կոնգրեսի հանձնառությունը, անվտանգային, տնտեսական, ժողովրդավարական հարցերում Հայաստանում եւ տարածաշրջանում աշխատելու ուղղությամբ Առաջին անգամ մեր երկրում անցկացվում է երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովը։ Please welcome to the stage. Ինձ համար մեծագույն պատիվ է ընկալել Հայաստանի բարեկամ երկրների խորհրդարաների բարձրաստիճան ներկայացուցիչներին մեկ ընդհանուր ձևաչափի շրջանակում։ Վերջին տարիներին աննախադեպ առաջընթաց է գրանցվել Հայաստանի Հանրապետություն ԵՄ երկկողմ համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում։
Քվեարկության է դրում քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Որոշումն ընդունվել է։ Տարածաշրջանի մենք 4 հարևան ունենք, որ Հայաստանը չի կարող եւ չպետք է իրեն տարածաշրջանից դուրս դնի։ Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Եքստեք այդ ընկալումը կա, որ խորհրդարանները իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, խաղաղության իրականության մեջ ապրելու տրամաբանությունը։ Армения как суверенное государство имеет право балансировать свою политику. Կա նաև տնտեսական շահ, կա համագործակցություն, հենց դա է ամենամեծ հաղթանակը։ Տրիփը հենց դրա մասին է։ Տրամպը բերեց հիմնական առիթը, պատճառը, որպեսզի այդ պատերազմը չսկսվի, խաղաղությունը ինչ է նշանակում հստակ սահմանազատված եւ սահմանագծված տարածք։ Այո, պատասխանատվությունը մեր մեծ է, այստեղ կանգնի, շարունակեք իրան հարցերը։ Ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, կես քայլ հետ, այն պահին, երբ որ իրան պետք լինեմ, ինքը շուռ կգա, ինձ կտեսնի։ Այն բոլոր մարդկանց, ովքեր անկեղծ ասելիք ունեն, մենք պետք է ամեն օր հրավիրենք խոսակցության, որովհետև խոսակցությունը ամենակարևոր բանի մասին է, իրական Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին է։ Ելեժավոր բարև ձեզ։ Ալեն Սիմոնյանն իր օրենսդիր գործունեության ընթացքում հեղինակել է 9, համահեղինակել 20 օրենսդրական նախաձեռնություն, դառնալով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատմության մեջ ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններ հեղինակած ազգային ժողովի նախագահը։ Նախագիծը նպատակ է հետապնդում սահմանափակել քաղաքացիների վիճակախաղերով տարվելու անմիջական հնարավորությունը։ Օրենսդրական նախաձեռնություն ունեմ կապված ֆեյքերի հետ քրեականացնելու բալերը 9-ից կվերածվեն, կդառնան 13։ Վերջին շրջանում Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնություններից առանձնանում են պատգամավորների երթման նոր տեքստի ընդունումը, ընտրակաշարք տալու եւ վերցնելու համար նախատեսված պատժաչափերի խստացումը, ինչպես նաեւ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ Հայաստանի Հանրապետության պետական դրոշների տեղադրումը պարտադիր դարձնելու պահանջի օրենքով ամրագրումը։ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման տարիներին ազգային ժողովում իրականացվել են նաեւ լայնածավալ ենթակառուցվածքային եւ կազմակերպչական բարեփոխումներ, վերանորոգվել եւ ժամանակակից տեխնիկական լուծումներով վերազինվել են նիստերի եւ աշխատանքային դահլիճները, ստեղծվել է հատուկ ճեպազրույցների սենյակ, բացվել է սրճարան, իսկ շենքում տեղադրվել է նոր բացօթյա վերելակ։ Բացի այդ, ստեղծվել եւ գործարկվել է ազգային ժողովի կառավարման էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին հասանելի եւ տեսանելի է ազգային ժողովի պաշտոնական նոր կայքի տեսքով։ Պատմություն կերտեցինք միասին եւ ես անկեղծ շատ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, հպարտ եմ, որ այդ ծանր
բաների մեջով միասին ենք անցել ու կյանքում իրար վրա որևիցե ձևով կասկած չենք ունեցել։ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատմության մեջ ամբողջական ժամկետով պաշտոնավարած միակ նախագահն է։ Միասին անցնում են շատ դժվար ճանապարհ։ Թող 2023 թվականը մեր օջախներին բարեկեցություն բերի։ Գալիք տարիների, տասնամյակների եւ գուցե հարյուրամյակների համար այնպիսի հիմքեր դրեցինք, որոնց վրա սկսել ենք թեկուզ զգուշորեն, բայց կառուցել տեսանելի, հասկանալի ապագա մեր երկրի եւ մեր ժողովրդի համար։ Սա է խաղաղության լավագույն արտահայտումը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս ազատ է ու իրավազոր։ Սա է մեր պետությունը, մեր տունը, մեր ապագան, որը մենք միասին պետք է պահենք, ուժեղացնենք ու հավերժ սիրով սիրենք։ Եվ վերջում գեցե Հայաստանի Հանրապետություն։